Այսօր միասին պիտի խոսենք նյութը, որուն խորակիրն է իսկական աղոթքը։ Եվ պիտի սկսեմ հարցնելով հարցումը, որ ինչ է իսկական աղոթքը, եւ պատասխանը սկիզբեն ցեզի դամ, իսկական աղոթքը Աստծո սրտին համաձայն սիրտ ունենալն է։ Իսկական աղոթքը ինչ է? Աստծո սրտին համաձայն սիրտ ունենալն է։ Շատ անգամ մեր կյանքի մեջ բամը կբադահի, որ մենք գաղոթենք։ Ով գաղոթ է? Գան մարդիկ չեն աղոթեր վեր։ Ով գաղոթ է? Գավալ ինձ մենեղվերն է դες վիդի չխոսին։ Ներողություն եթե մեկում նեղացուցեր եմ, հաջիս խոսեցեք էդես։ Բոլորս գաղոթենք, չէ՞։ Բայց գրնա բադահիլ մեր կյանքի մեջ ադեններ, որ մեր աղոթքը բարձաբես բարձ բարերու գրնանք վերածել։ Այսինքն աղոթքին արժեքը գփոխվի եւ աղոթքը ինչի կվերածվի, բարձ բարերու կվերածվի, որ մեր կյանքի մեջ ռուտին մը գտարնա, բարդավորություն մը գտարնա։ Գարձես մենք մեր վրան բերմը գսկանք, որ պետք է աղոթենք, ստիպված ենք, բարդավոր ենք, պետք է աղոթենք։ Եթե չաղոթենք, բագասփամ մռած գլանք, Աստուծո հետ հարաբերության մեջ բագասմ ունենանք, բայց բարդավորությունը չէ, որ մեզ պետք է աղոթքի մղե, որովհետև աղոթքը գրկնության մեջ չէ, աղոթքը բարդավորության մեջ չէ, աղոթքը ստիպված ըլլալու մեջ չէ, աղոթքը գադարողությունը չէ, բամը չէ, որ մենք պետք է ընենք, գադարենք, ճիշտ է, որ Հիսուս մեզի դերունական աղոթքը սորվեցուց, բայց նույնիսկ դերունական աղոթքը Հիսուս սորվեցուցած ադենը ըսավ, երբ գաղոթեք, այսպես աղոթեցեք, չսավ այս բարերը կոց ըսեք, ըսավ այսպես աղոթեցեք եւ ինքը բարերուն վրա չէր գետրոնացումը, այլ այդ բարերուն ներքև եղող խոր իմաստին, ցևին, սրդի դրամատրության, սիրտը այդ բարերուն համաձայն դրամատրելուն մեջ ներգետրոնացումը։ Ուրեմն գեղեցիկ խոսքերը լավ են, պետք է մենք Աստծո գեղեցիկ խոսքերը ասենք, ամեն համաձայն եք էդս, ինք արժանի է մեր ամենեն լավ խոսքերուն, որովհետև ինք Աստված է, բայց հոնչը այդ գեղեցիկ խոսքերուն յետին եղող մեր սրդին գեցվածքը եւ այդ խոսքերուն հետ միասին մեր սրդին հոժարությունը այո ըսելն է բուն աղոթքը։ Ուրեմն աղոթքը հարաբերությունն է Աստծո հետ եւ ոչ թե գրոնը։ Անորամար կան շատ գրոններ, որոնք թութակի պես աղոթներ գսեն, օրական շատ անգամներ գաղոթեն, բարդավորություններ ունին նելիք, բայց աղոթքը այդպես գրոնը չէ, աղոթքը հարաբերություն է։ Ինչպես մենք հիմա իրարու հետ կխոսենք, ես լավ կսկամ, որ դեսեմ դուք ձեր գլուխները կշարժեք, կժպտաք, բայց քեշ կսկամ, եթե դեսեմ, որ ես կխոսիմ, պատասխան չկա, աղոթքը այդպես է, Աստծո հետ այդ հարաբերությունն է։ Ուրեմն աղոթքը հանձնվիլ մնե եւ ոչ թե մենք Աստծո որ գաղոթենք, ուզենք Աստված մեր կոնտրոլին դա գառնել։ Ացադրեմ ինչ ասել գուզեմ։ Երբեմն մենք գաղոթենք եւ Աստծո բադվերներ գուտանք։ Ասր է Աստվածիմ, ադր է Աստվածիմ։ Ոնց յետևը vending machine մգա։ Ինչ է այս vending machine-ը, մեջը դրամ գտնենք եւ գոջակներ կգողենք, այդ գոջակներուն համաձայն մեքենան կհնազանդի, որովհետեւ իրեն դրամ տրինք։ Երբեմն կգարձենք աղոթքը այդպես է, մենք գաղոթենք, որ Աստված դիմացը ինչը լա, բարդավորը լա, մեր ուզածները մեզի դալու, բայց աղոթքը այդպես Աստծո վրա կոնտրոլ ընել չէ մեր կողմանը։ Այլ մեր անձերը Աստծո հանձնել է ասիգայի աղոթքը։ Աղոթքը աժջանջը պետք է մերսնենք։ Աղոթքը հնազանդություն է եւ շրտներու սերվիսը չէ, այսինքն շրտներու բարդականությունը չէ, հանձնվիլ է աղոթքը եւ ներողություն հնազանդություն է աղոթքը եւ ոչ միայն շրտներ շարժել է, շրտներուն հրամանը չենք տար մենք, որ մեր միտքեն կամ մեր գարտացած բարերը արդասանեն Աստծո, այլ մեր հնազանդությունն է։ Ուրեմն իսկական աղոթքը Աստված երգինքեն իջեցնել եւ մեր գամքին հնազանդեցնել չէ։ Ինչ է մեր գամքը։ Մենք կորձի հաջողություն ուզենք։ Ով գուզե կորձի հաջողություն։ Հիմա անոր ճուզեր սա խոսե։ Ով գուզե կորձի հաջողություն։ Բոլորս ալ գուզենք։ Ով գուզե առողջություն։ Ով գուզե խաղաղություն։ Ով գուզե ընտանիքի մեջ սեր համերաշխություն։ Բոլորս ալ գուզենք։ Ով գուզե իր ուզած ունենալ։ Ամեն մարդ, չէ, բայց աղոթքը ադիգա չէ, որ մենք Աստված երգինքեն իջեցնենք եւ իրեն հրամաններ տանք եւ մենք իրեն լավ բարեր արդասանենք, որբեսի Աստվածալ անոր փոխարեն ստիպվի մեր հրամանով ինքը մեր ուզածները դալ կամ որովհետեւ ինք մեզի գսիրե
Քեշ ըսկա, եթե հիմա Ռաֆին ասկան լավ աղոտ կրավ, ես իր բարերուն համաձայն իրեն չորտնեմ, իրեն կորձի հաջողություն չդամ, իրեն զավակները լավ ծևով չպարսացնեմ, լորիգինը դիրգյանքը համերաշ չբահեմ, իրեն կորձի մեջ հաջողություն չդամ, ֆինանսական օրտնություն չդամ, եկեղեցի մեջ իրեն եւ այլն, ասված քեշ ըսկա, որովհետեւ Ռաֆին իրեն լավ բարերը սավ քիչ մի ժամանակ անցուցե դա, ըստիված ըսկա ինքը այդ բոլորը ինձ դալ։ Աղոտքը աս բաները են կամ չեն։ Այլ աղոտքը մեր անձերը իր ուզածին, իր գամքին, իր դեսագետին համաձայն խոնարեցնել եւ ենթարկել է։ Ուրեմն ասված երբ մարտացավ Հիսուսի անձով մեզի իսկական աղոտքին օրինակը տվավ եւ հայրմերը սորվեցուց մեզի, չէ՞, դերունական աղոտքը, երբ աշակերտները իրեն հարցուցին մեզի աղոտել սորվեցուր, Հիսուս իրենց ասավ այսպես աղոտեցեք եւ հայրմերը ըրավ։ Եվ ես կհավատամ, որ Հիսուսի փորձառութենեն բխած աղոտ մներասիգա վստահ այդ բաժինը, որ ինքը սավ ները մեզի մեր մեղքերը անշուշտ Հիսուս մեղք չուներ, ադիգա մարդկային բնության համաձայն ինքը այդ բաժինը բաներավ, բայց կգարձեմ մույս բաժինները նույնիսկ երբ սավ մեզի փորձության մի դանիր եւ այլն բան, Հիսուս ալ անցավ այդ բոլոր բաներն, այսինքն իր այդ աշխարհի վրա աբրած ընթացքին արդյունքներ եւ իր սրդի գեցվածքներ հայր Աստուծո հանդեպ։ Եվ մենք այսօր պատմության նյութին վերջավորության պիտի տեսնենք երկու թագավորներու օրինակներ, Սավուղը եւ Դավիթը, եւ պիտի տեսնենք, որ ասոնց ցանկի մեջ աս հայրմեր աղոտքը ինչ ծևով գարդացոլացվի եւ ինչ ծև գրնանք պամսորվիլ իրենց ցանկի մեջ են։ Ուրեմն միասին երտանք Մատթեոս Ավետարան 6-րդ գլուխ 9-րդ համարեն, որ հայրմեր աղոտքն է, բարերը կսկսին ասել հայրմեր երկնավոր։ Ուրեմն այս աղոտքին առաջին 3 բարերը մեզի հիմնական բանը կսորվեցնեն, որ աղոտքին գետրոնացումը Աստուծո բանը խնդրել չէ, աղոտքին գետրոնացումը ադե որ մենք ճանչնանք թե Աստված ով է, ճանչնանք Աստված, որ մեր հայրն է, եթե մենք կճանչնանք, որ Աստված մեր հայրն է, Աստված հերու եղող մեզ մե բաժնված զորությունը չէ, ուժը չէ, նո հայրը, ինչ ասել է հայր ասել է հարաբերություն։ Հիմա մենք մեր կյանքի մեջ հավանաբար եւ շատ անգամ դժբախտաբար հոր լավ պատկերը չենք ունեցած եւ անորամար անոնք որոնք չեն ունեցած եւ արտնցած են գործեն իրենց զավակներուն հետ քիչ մը դարբեր վարվել եւ լավ հոր օրինակ մըլալ, բայց հայրը սիրո աղբյուրն է, հայրը իր զավակին հոգացող, իր բոլոր պետքերը հայտայտող բանն է, հայրը իր զավակ եւ որ տեսնե սխալ գնե, սխալին համար կհանդիմանե, սխալին համար կսրբակրե, կջշտե, իր զավակային համար լավակույնը գուզե, նույնիսկ եթե զավակը գարձե որ հայրը իրեն հանդեպ լավ չի վարվիր գոր, ճշմարիտ հայրը, բարի հայրը, ճիշտ հայրը իր զավակին միշտ լավությունը գուզե եւ այդ հիման վրա կտաստիարը գտա։ Եթե մենք որ մարդ ենք, սխալներ ունենք, մեր քիդությունը գադարյալ չէ, գործենք լավակույն բաները սորվեցնել մեր զավակներուն, հաբա ինչքան երկնավոր հայրը, որ գադարյալ է, ամեն ինչ գիտե, ամեն տեղ է, ամենազոր է, աբական գիտե, անցյալը գիտե, ինչքան ավելի լավ բաները պիտի սորվեցնե մեզի, լավ բաները պիտի մաղթե մեր կյանքերուն համար, լավ բաներուն համար մեզի պիտի տաստիարագե, պիտի խրադե, պիտի առաջնորդե, որբեսի մենք լավ բարձանանք, նույնիսկ եթե մենք երբեմն ցավինք, ասկանք, որ ինքը մեր գողքին չէ, մեր պետքերուն չի հոգարգոր եւ այլն, բայց բնավ ադանք չէ, ուրեմն հորմն է որ գաղոտենք կոր, ոչ թե հերու եղող զորությամբ, այլ հորմն է։ Եթե գարտանք Հռոմեացիներուն 8-րդ գլուխ 15-րդ համարը, Արաքյալը գսե որ դուք հոգին ստացաք, Աստուծո Սուրբ հոգին ստացաք ոչ թե ծառա ըլլալու եւ դարձյալ վախով ապրելու համար, այլ հոգին ստացաք ինչ ըլլալու համար, Աստուծո որդիներ ըլլալու համար եւ այդ հոգիով է որ զասված ինչ կգոչենք, ապա հայր կգոչենք, այսինքն Հիսուս ոչ միայն սորվեցուց որ աղոտքի ադեն հայր մեր պիտի ասենք, այլ նաև երբ հոգին տվավ մեզի, հոգին մեր մեջը գփարեխոսե, հոգին մեր մեջը այդ վկայությունը գուտա, որ մենք երկնավոր հոր զավակներ ենք, եւ Եբրայեցիներուն գիրքին 4-րդ գլուխ 16-րդ համարը մեզի կսորվեցնե, որ համարձակությամբ կմոտենանք Աստուծո շնորհքի ատորին, որպես որդիներ հոր մարջև ինչպես կմոտենանք, համարձակությամբ կմոտենանք, չէ՞,
այսինքն ես իմ զավակներս իմ կովս եթե պիտի կան ինձ մեծ բան ուզելու համար վախով, ժամատրություն առնելով, բան ձունգի կալով, ասանք 20 հատ երկրբակություն ունելով չեն կար, համարձակությամբ կմոտենան, որովհետև գիտեն, որ ես իրենց հայրն եմ եւ իրենց համար լավակույնը ուզեմ։ Աստեղ առաքյալը մեզի գսորվեցնե, որ համարձակությամբ մոտենանք Աստծո շնորհքի աթորին, ողորմություն գտնելու շնորհքը ստանալու համար, որբեսի անոնք մեզի օգնեն անհրաժեշտության բարակային։ Երկրորդ բաժինը, հաջորդ երկու բառերը գսե աղոթքին մեջ սրբապանվի քու անունդ։ Երբ գխոսենք Աստուծո անունը սրբապանվելու մասին, գխոսենք զասված բադվելու մասին, այսինքն ինքը որպես մեր կյանքի մեջ սուրբ հայտարարելու մասին։ Ինչ կնշանակե սուրբ։ Սուրբ կնշանակե ինքը մեր կյանքի մեջ իր զատված դեղ ունենա, սրբված կնշանակե զատված, երբ Մովսեսի օրերը քահանաներ կսրբվեին, կզատվեին անոնք, Աստուծո գործին համար մեկ կողմ կտրվեին, այսինքն երբ գսենք սրբապանվի քո անունդ, մեր կյանքերում մեջ Աստուծո անունը սուրբ դեղ ունենա, զատված դեղ ունենա, ամեն բանը վեր, ամեն բանը հadouk դեղ ունենա մեր կյանքին մեջը, ուրեմն Աստուծո վրա գետրոնանալով եւ իր անունը, իր մեծությունը մեր կյանքին մեջ բարձր դեղ տնելու վրա է աղոթքին սկզբունքը եւ ոչ թե մեր պետքերը առաջին հերթին Աստուծո արժեվ տնելու։ Ուրեմն երրորդ բաժինը գսե թող կա քու արքայությունդ, թող գադարվի քու գամգդ, ինչպես որ երկնքի մեջ, այնպես էլ երկրի վրա։ Այստեղ Եվ որ գսե թող քու արքայությունդ կա եւ քու գամքդ կդարվի ինչպես երկնքի մեջ այնպես երկրի վրա ասանք մախտանք մջե որ մենք մեր սրդեն պիտի ինենք եւ վերջագետ երբ գսենք թող կա քու արքայությունդ եւ որ դու մեգումը լավության համար մախտանք մգնես մեգումը թակավորության համար մախտանք մգնես եթե քու սիրտդ իրապես այդ թակավորության կալը գուզե քու սիրտդ այդ թակավորության կալուն համար գնվիրես գաշխացնես Տուն, այսինքն եթե ես գսիրեմ, որ ցեզմե մեգումը ցանկի մեջ փամը գա որ բադահի եւ ես լման սրդովս գփախցամ, գփապակին որ այդ բանը բադահի, իմ այդ փապակներուս հետ միասին իմ ցանկս, իմ կորձս, իմ տրամս, իմ անցս, իմ նվիրումս կորձնագանի կվերածեմ, որովհետեւ այդ բանը գադարվի, չէ՞, այլապես եթե ասեմ այո թողելա, ասիգա շրտներու խոսք եղավ, համացայն եք դες Եթե ասենք միան այո դեր թողելա քու գամքդ իմ ցանկիս մեջը, բայց ես բնավ ներդրում մչունիմ Աստուծո թակավորության մեջ, որբեսի իր գամքը գադարվի իմ ցանկիս մեջը, իր թակավորությունը իմ միջոցավս երկրի վրա գադարվի, իմ աղոթքս ինչ եղած գլա, բարձաբես շրտներու խոսք եղած գլա։ Մեկ հատ ասենք բզդիկ խնդալիք բամը բադմեմ ցեզի, երբ ես ասկե 22-23 տարի առաջ գրեթե Իմ սիրտս Հիսուսի անցնեցի, ինձի համար ամեն ինչ, ասանք, աղոթելը դարբեր ծևեր, հիմակվաբես հարապերություն չէի գիտեր շատ եւ այլն բան, ինձի համար օրինակ գիտեի հայրմեր պետք է աղոթեմ։ Մեկ հատ հայրմերը բան կոց գսեի, մեկ հատ քրապարը գսեի, մեկ հատ բան մեր լեզուով աշխարհապար լեզուով գսեի, հայրմեր որ երգինս Սուրբ Եղեցի անունքո, մեկ հատ հայրմեր երտնավոր սրբապանվի անունը, դե մի քանի եղանակ գիտեի, Եգմալյանը գիտեի, Գոմիդասյանը գիտեի եւ ուրիշ ասանք թեթև եղանակները, ամեն մեկը զատ պիտի երգեի։ Դե ասիգա ես այդ ադեն հավատքով գնեի, բայց աս հավատքով ըրածիս գողքին Մեջի եղած բարերուն սիրտի նվիրում չունեի, անոնք ցանկիս մեջ իրականանալու արտնությունը չունեի, այսինքն քու գամքդ իմ ցանկիս մեջ կդարվի քու տակավորությունդ կա բարեր էին ինձ համար, բայց եւ որ Աստուծո հետ հարաբերությունը փոխվեցավ, ջանցա, ասպարերը ասեմ չսեմ, սիրտիս կեսվածքին գնայ Աստված եւ ոչ թե բարերուն, որովհետեւ իրեն համար բարերը կարեւոր չեն, ինքը միան ագանջ չէ որ լսե, ինքը աչք է, որ գտեսնե նույնիսկ սրդին խորհուրդները, ծածուկ բաները, այսինքն քու պերանդ 1000 անգամ ասե թող գադարվի քու գամքդ, բայց եթե քու սրդիդ մեջը իր գամքին գադարվելուն հոժարություն չգա, ինքը գտեսնե, բայց եթե քու բարերը չսեն անգամ թող գադարվի քու գամքդ, բայց սրդիդ խորհուրդը, սրդիդ հոժարությունը, հնազանդությունը եւ խոնարհությունը գսե այո Աստծո գամքին, Աստված ադիգա գտեսնե։ Ամեն Հակոբոս 7-րդ գլուխ ներողություն Ղուգաս 22-րդ գլուխ 42-րդ համարի մեջ Հիսուս
Գեցեմանեի մեջ աղոթեց, ասավ հայր, եթե ուզես այս բաժակը հեռացուր ինձ մե, բայց ոչ թե իմ գամքս, այլ քու գամքը տելլա։ Հիսուս դեպի խաչ կերտարգոր, իր կյանքին ամենեն դժվար հանգրվանը պիտի անցներ, բայց Աստուծո աղոթեց ոչ թե քու գամքդ, ոչ թե իմ գամքս, այլ քու գամքը տելլար եւ Հիսուս միան parçերը սերգոր, Հիսուս իրապես գանցնվեր գոր Աստուծո գամքին։ Ուրեմն իրական աղոթքը մեր նպատակները, մեր ծրագիրները, մեր գամքը Աստուծո վրա բարդատրել չէ։ Այսինքն ես իմ միտքից մեջ դրած պիտի լամ եղեր, որ ես աս աղջիկին հետ պիտի ամուսնանամ։ Okay, եւ ես քիշեր ցերեկ պիտի աղոթեմ, որ Աստված, որ թերևս ուրիշ ծրագիր ունի, Աստուծո միտքը փոխեմ ինձ համար։ Ես իմ միտքից մեջ դրած եմ, որ ես պիտի աս հաջողություն ունենամ, բայց Աստված, որ ինձ համար ուրիշ տեսակ հաջողության ծրագիր ունի, ես պիտի աղոթեմ եղեր, որ Աստված իր միտքը փոխի ինձ համար։ No, մենք փոխենք մեր միտքերը Աստուծո համար, մենք հանձնվենք իր գամքին։ Հռոմեացիներուն 13-րդ գլուխ առաջին եւ 2-րդ համարները գսեն ուստի եղբայրներ, քանի Աստված այնքան ողորմած եղավ մեզի հանդեպ, գաղաչեմ, որ դուք ձեր անձերը Աստուծո ընծայեք որպես կենտանի զոհ։ Ինչս էլ է կենտանի զոհ, զոհը գմդածե, զոհը գաբրի, զոհը շունչ կառնե, զոհը գամքունի, մեռած է, չէ՞։ Սո մեր անձերը Աստուծո ինչպես պիտի դրամատրենք, որպես զոհ պիտի դրամատրենք։ Այսինքն եւ որքան Աստուծո արչեւ, մենք մեր ամեն ինչը մեռած է։ Մենք ասելիք չունենք Աստուծո գամքին դիմաց, Աստուծո ցևին դիմաց, մենք խոսք չունենք, մեռած ենք։ Մեր անձերը ինչ ունենք, այդպես նվիրենք Աստուծո։ Որովհետև ադիգա է Աստուծո ուզած հոգևոր ճշտամունքը, ուրեմն ճշտամունքը ինչ է, աղոթքը ինչ է, որ մեր անձերը որպես զոհ մատուցանենք Աստուծո։ Եվ հետո ինչ կսե, այս աշխարհի վարմունքը մի ընտորինակեք, այլ նորոգված միտքերով նոր մարդ եղեք։ Մեր միտքերում մեջ հին բաներ կան, եւ որ աշխարհեն գուկանք, Արաքյալը մեզի գտելատրե, որ նորոգենք մեր միտքերը, որբեսի ձեր փորձառությամբ ընտրեք լավը, ինչպես կընտրենք լավը, գիտնալով Աստուծո գամքը։ Մեր միտքերը կնորոգենք, որբեսի ընտրենք լավը, ինչ է լավը, մեր աչքին տեսած լավը, նո, գիտնալով Աստուծո գամքը, ինչ է Աստուծո գամքը, այսինքն ինչ որ բարի է, ընդունելի է իրեն եւ գադարյալ։ Մենք միշտ բարին կուզենք, չէ՞։ Այո, մենք միշտ գադարյալը ուզենք, չէ՞, բայց մեր ուզած բարին չէ բարին, մեր ուզած գադարյալը չէ գադարյալը։ Աստուծո գամքն է բարին, Աստուծո գամքն է ընդունելին եւ գադարյալը։ Ուրեմն այս դեսակ աղոթքի մասին գխոսեր, երբ Հիսուս գսեր հայրմերի մասին։ Ուրեմն հաջորդ գեդը գսե ամենօրյա մեր հացը այսօր եւս մեզի դուր։ Ավորը չէ, ասպարերը ամենօրյա մեր հացը այսօր եւս մեզի դուր։ Ասիգա իրականության մեջ մեզի գվարժեցնե գախյալ ըլլալ եւ մենք մեր մարդկային բնության մեջ մեր ամենեն ադած բանը ինչ է գախյալ ըլլալ համաձայն եք դες ես գուզեմ ազատ ըլլալ չէ եւ երբ պիտի երկենք ես ազատ եմ ամենեն ավոր երկն է չէ մեզի համար ինչու ազատ ենք այո ազատ ենք մեղքեն ազատ ենք գաբանկեն ազատ ենք սատանայեն միայն երբ գախյալ գլանք աստուծմե Եթե ազատ վիդիլանք աստուծմե, գախյալ վիդիլանք մեղքին, կերին, սադանային, այո, ուրեմն, երբ որ գաղոթենք և գսենք ամենօրյա մեր հացը այսօր եվս մեզի դուր, աստուծո հետ մենք գարձես համացայնությունը գնենք, որ նա է, ես կու արջևդ կուկամ իմ ամեն օրվա պետքից համար, ամեն օր ես կեզ մե գախյալ եմ, այսօր գուդեմ, շնորիվ կեզի, Վաղվա մասին չեմ մտածեր, վաղվա մասին չեմ մտածվիր, ասել չէ անհոգություն ըրեք վաղը կորզի մի երտակնո, ասոնք ասել չէ, ծեր սրդին խորուրդները, միտքերը, մտահոգությունները մեկ կողմ ցկեցեք աստուծո վստահեցեք, ինչ որ աշխատասիրություն եկացեք ըրեք, բայց մեր գախվածությունը, գախյալությունը թողելա աստուծո վրա։ Ամենեն կարևոր բանն է, որ մենք աստուծմե գախյալ ելանք, եւ մեր պետքերուն հայտայտողը Աստված ինքն է։ Հիսուս մեզի չսորվեցուց աղոթենք, որբեսի Աստված մեզի, ասենք, luxurious շրայլ կյանք մտա։ Եթե Աստված պիտի դա, թող դա ամեն։ Այդ իր դվածը ես ինչու չէ կորզազեմ իր թակավորության, իր парքին եւ իր ավետարանը աշխարհի վրա դարածվելու համար։ Ինք ազատ է, բայց ես իմ կյանքս ինչի վարժեցնեմ, ես իմ կյանքս վարժեցնեմ իրեն իր մեկ ախյալ լալու համար։ Եվ աստեղ գուզեմ անգամը երտանք ասանք պեն օրինած քիրկը
եւ 8-րդ գլուխ 11-րդ համարեն ասանք մի քանի համարներ գարտամ գսե եւ որ սկուշությունը գսե եւ որ Աստված քեզի բոլոր խոստումները որ Մովսեսի օրերուն Հեսուի օրերուն 5 դագարանի մեջ իր ժողովրդին դվավ խոստացված երկիր պիտի դանի գատու մեղր փոխող երկիր պիտի դանի ում պիտի օրտնվիս առաջնորդ պիտի լաս ինչ որ ունես հաջողություն պիտի ունենաս եւ այլն սկուշացումը դվավ հեսա եւ որ երտաս եւ այս բոլոր բարիկները վայրես 14-րդ համարի մեջ գսե թող սիրտը չհբարդանա եւ քու դեր Աստվածդ չմոռնաս Աստված գիտե որ մարդուն սիրտը միշտ ասանք տենդենսի ունի հագում ունի որովհետեւ մոռնա բաներ մոռնա Աստուծո բարիկները որ Աստուծ մեկ ուկան եւ հբարդությամբ դարվի սո Աստված ոստեղ թելատրե որ թող քու սիրտդ չհբարդանա եւ քու դեր Աստվածը չմոռնաս իսկ 16-րդ համարեն նայեցեք ինչ կսե եւ անաբադի մեջ քու հայրերու չջանցած մանանայովը քեզ գերագրեցի որբեսի քեզ խոնարեցնե ու փորձե եւ վերջը քեզի բարիկ ընե Սո Աստված երբ որ քեզի քու ամեն օրվա պետք է օրը օրին դալու համար գործնե իր նպատակը անե որ վերջդ բարիկ ըլլա որովհետեւ եթե քեզի ամեն ինչ հիմա գվնե դա մենք որ գսիրենք անգախ ըլլալա սուզմե եւ ոչ թե գախյալ ըլլար իրմե մեզի ասիգա օր պիտի դանի հբարդության պիտի դանի եւ մեր Աստվածը մորնալու պիտի դանի մանանային պատմությունը ինչ էր հեսա ամեն օր մանանա պիտի կա չէ օրը օրվան պետք է հավաքեցեք իսկ այդ օրը որ շաբաթ օրը պիտի ըլլար եւ շաբաթ օրը իրենք չէին գրնար աշխատել ինչ պիտի նեին մեկ օր առաջ երկու օրվանը պիտի հավաքեին այդ նախորդ օրերը որ մեկ օրվան դեղ երկու օրվա հավաքեցին ասված իրենց 10 օրվեցուց երկրորդ օրը արտընցան որ մանանաները ինչ եղած էին որտնոտած էին բայց այդ օրը որ երկու օրվան պետք է հավաքեին, որովհետև Սուրբ օրեր Աստուծո հատկացված օրեր, այդ օրը չորտնոտեցան։ Աստված հոնդեղ սորվեցու ժողովրդին, որ շատ կարևոր է, մենք ինչ ունենք Աստուծո մեկ ախյալ ըլլանք եւ մեր ամեն օրվան պետք է իր մեկ ախյալ ըլլա։ Աղոթքը կսպասե, աղոթքը կվստահի։ Ասիգա է Աստուծո մեկ ախյալ ըլլալը։ Հաջորդ գեդը ճշմարիտ աղոթքը զղջումի հետ գաբունի եւ ճշմարիտ աղոթքը նաեւ զղջումին գողքին ուրիշներու հետ հարաբերության հետ գաբունի գսե ները մեր հանցանքները զղջում է չէ ները մեր հանցանքները սոմեզի գսորվեցնե աղոթքին չնել զղջալ մեր մեղքերեն զղջալ նայեցեք հիմա բամը պիտի ասեմ բարեկամի հետ կխոսեի որ բավական մեծ մարդ մնե եւ ինքը մինչև այսօր գհբարդանա իր կյանքի մեջ, որ իր երդասարտության օրերուն գերտար եւ շատ մը, ասենք թե աղջիկներու հետ հարաբերություններ գներ։ Իրեն համար մինչև այսօր ադիգա հբարդություն է, հավատացյալ է։ Այս իր ըրածը erkek մարդու գործ է։ Մինչև այսօր Ես իմ կյանքս քննած եմ եւ գհավատամ որ ցեզ մե յուրաքանչյուրը տրածեք ամեն մեկ անցյալի աշխարհիկ կյանքի մեջ եղած ադեն եղած մեղքին համար Աստուծո արչեւ գեցած եմ եւ զղջացած եմ հավատացյալ ըլլալը չի բավեր հավատացյալ ըլլալու գողքին մեր անձերը քննել եւ մեր սխալներն զղջալ պետք է գսե ները մեր հանցանքները ինչպես որ մենք կներենք անոնց որոնք մեզի Դեմ նույնպես հանցանք կորզած են ուրեմն աղոթքը միան ուղղահայաց չէ vertical չէ աղոթքը նաև հորիզոնական է երբ Աստուծո գսենք ները մեզի ինչպես որ մենք եւս գներենք այսին գարձես հայելիմը բես է ես եթե դիկրանուհին ինձի հանդեպ սխալ մը ըրավ ես ինչպես պիտի գարենամ Աստուծո արչև գենալ եւ ասել ինձի իմ մեղքերսները եթե ես իմ սրտիս մեջ հոժարությունը չունիմ որ նույնիսկ եթե դիկրանուհին չեգած եւ ներողություն չխնդրած իր մե արդեն իրեն ներած եւ արծակած ըլլամ շատ անգամ մենք այս բանի մեջ գինանք որ եթե կա խոստովանի գներեմ ոչ հազար անգամ ոչ Աստված չսպասեց որ մենք երտանք եւ խոստովանենք իր նախանցը իրեն այդքան վարեց որ մինչ մենք մեղքերում մեջ դագավի մեռած էինք ինքը մեր մարդկային բնությունը արավ աշխարհ եկավ խաչին վրա մեռավ մեզի համար որբեսի ջամփան բանա եւ արիտը բանա որբեսի մենք զղջանք եւ իրեն վերադառնանք
բնավ չսպասենք, որ մեր քույրերը եւ եղբայրները եթե մեզի դեմ սխալ ըրած են, քան եւ ներողություն ասեն։ Բայց եթե մենք սխալած ենք, չսենք որ նայ ես չեմ սպասել որ ինքը կա ներողություն ասե, ես գներեմ ինքն ալ ինձի պես թողլա, նո, դուն քու գարկիդ կնա ներողությունը տսե, օքեյ, սկուշ եղիր։ Եթե դուն սխալած ես, կնա ներողությունը տսե, ինչպես որ պիտի երթայր Աստծո արչև պիտի սեր։ Իսկ եթե թիմացինը սխալերը, նույնիսկ չեգածեն, դու սրդիդ մեջ ները արցագե, որովհետև դու երբ Աստծո արչև կգենաս, Հիսուսի սորվեցուցած աղոթ կասիգայ է, ները մեզի մեր հանցանքները, ինչպես որ մենք գներենք անոնց, որոնք մեզի դեմ հանցանք կործած են։ Հաջորդ բաժինը գսե եւ թույլ մի դար, որ փորձության մեջ ինանք, այլ մեզ չարեն ազատե։ Իսկական աղոթքը Աստծո զորությունը կփապակի, ոչ թե գախարտություն ունելու համար, հրաշք ունելու համար, այլ չարին գլուխը գոդրելու համար։ Իսկական աղոթքը Աստծո զորությունը կփապակի, այո, Աստված դվավ զորությունը մեզի, քիչ առաջ ինչպես երկի մեջը գաղոթեինք եւ Հիսուս ասավ, ահա ցեզի իշխանություն կուդամ, որբեսի գարիճներուն եւ օծերուն վրա գողկրդեք, սատանային զրակիրներուն վրա գողկրդենք եւ ոչ թե այդ հրաշքը, այդ զորությունը մեր կյանքի մեջ առնենք անորմով, ասենք թե մենք մեր անձերը բարձրացնենք կամ մեզի մեր անձերը հբարդացնենք։ Կարևոր է որ մենք չաղոթենք լավը սկալու համար։ Կարևոր է որ մենք չաղոթենք լավ սկալու համար, այլ աղոթենք լավ կյանք ունենալու համար։ Մեկը գիտեմ, որ Ադենը Աստծո մոդեցած էր եւ իր կյանքի մեջ շատ բացահայտ մեղք մգար, շատ բացահայտ։ Եվ այդ մեղքը կորձող մեղք մներ, որ ինքը կորձեր։ Եվ ես իրեն գխոսեի գաղոթեի հետ խրատ գուդայի մեղքին համար եւ դգարություն մներ նույն ադեն այդ մեղքի եւ իրեն գկաչալերեի որ այդ մեղքեն ելլե։ Ինքը սեր չեմ ուզեր ելել, ես ուրախ եմ ասանք։ Դա իրեն գահարցնեի որ այսինքն եւ Աստծո հետ գաբդ ինչ է, այսինքն գուկասկոր, գաղոթեսկոր, գպապակիսկոր ասված, բադասխանը շատ բարձ էր։ Ես լավ գսկամ որ երբ որ աղոթեմ, հանգիստ գսկամ որ երբ որ աղոթեմ։ So անցին գետրոնացումը ասեր, պիտի երթա աշխարհ, իր մեղքը պիտի ինե, իր սխալները պիտի ինե, հետո պիտի կա Աստծո արչև քիչումը լավը սկա, հետո ետ պիտի երթա աշխարհ, իր մեղքն է։ Իսկական աղոթքը երբ զորություն կխնդրենք Աստծո եւ մեզի թույլ մի դար որ փորձության մեջ ինանք, այլ մեզ չարեն ազատե, մեր գետրոնացում ինչ պիտի այդ զորությունը առնել, որբեսի մենք այդ չարին փորձություններուն գարենանք հաղթել եւ ոչ թե մենք միայն լավ ըսկանք, այլ նաեւ լավ կյանք ապրենք։ Իսկական աղոթքը սրդի աղոթք է, ինչպես սկիզբեսի եւ ոչ միայն շրտներու աղոթք։ Հիսուս Մատթեոս 15-րդ գլուխ 8 եւ 9-րդ համարներում մեջ Եսայի մարգարեութենեն մեջ բերելով ասավ գեղձավորներ Եսայի մարգարեն ճիշտ մարգարեացած է ծեր մասին, երբ գսե այս ժողովուրդը միայն շրտներով զիս կբաշտե, մինչ իրենց սիրտը շատ հերույ է ինձ մե։ So Աստված լսեց բաշտամունքը իր ականջներով, բայց Աստված դեսավ սրդի աներևույթ գեցվածքը նաև որ Պերանը գբաշտե, բայց սիրտը Աստծո շատ հերույ է։ Հիմա երթանք այս երկու տակավորներուն, Սողոսին եւ Պանին, Դավիթին։ Եվ այս բաժինով գուզեմ այս բատկամը փոխանցել, որ իսկական աղոթքը Աստծո ներկայությունը կփապակի։ Բուն աղոթքը ադե, որ մենք աղոթքի ադեն Աստծո ներկայությունը փապակենք։ Նման պատմությունները պիտի չգարտան, որովհետև շատ երկար են եւ հետո լորիգին է հարց ունենամ, որ կարոզ երկար էի, բայց լավ է միշտ ինձ գիշեցնե։ So այդ տակավորած 13 եւ 15-րդ գլուխներում մեջ երկու պատմություններ կան, որոնց մեջ Սողոսը որ Իսրայելի առաջին տակավորն էր, Սավուղը ներողություն, Սավուղը որ Իսրայելի առաջին տակավորն էր, դիկրանոյ մերսի քեզի ալասին ամեն ինչ լորիգինս են կորտ ու ինչ կան օգնեցիր ինձ։ Չեմ կեր եթե գլսեք որ անգլերեն parhazivս եմ եդևեն հայերեն ու կագոր ասված չեր հիշեցնողը դիկրանոյն էր հիշեցնողը ամեն անգամ։
Ավելի արագ էր, բայց դիքա։ Ուրեմն Սավուղը Իսրայելի առաջին թագավորն էր եւ երկու անգամ Սամուելեն, որ Իսրայելի վրա մարգարեն էր, ուղագի պատկամ ուներ Աստծո Սամուելը Սավուղին համար, որ Սավուղ դու այսպես պետք է անես։ Եվ երկու անգամ կտեսնենք ինչպես Սավուղ անհնազանդ կգտնվի։ Առաջին անգամ ադեր որ բادرազմը գար փղշտացիներուն դեմ եւ Սավուղը Սամուելին ասած էր որ 7 օր պիտի սպասես ինձ որբեսի կամ զոհը մադուցանեմ եւ հետո բادرազմը լա եւ 13-րդ գլուխ 8-րդ համարին մեջ սկսե Սավուղ Սամուելին որոշած ժամանակին չափ 7 օր սպասեց բայց Սամուել քաղաքաղաչ եկավ ու ժողովուրդը անոր կովեն Սավուղին կովեն լավ գետրոնացեք Սավուղին կովեն սրվեցան ինչ եղավ ոչ թե հարցը Սամուելին չկալը ներ հարցը ինչ էր թագավորը գա Սավուղ եւ իր ժողովուրդը գա բادرազմիկները գան սկսան ժողովուրդը իր կովեն երթալ սո ինչ կլա գորոս Սավուղին զորությունը ժողովրդականությունը գործվելու կսկսի գոր ու Սավուղը սա ողջագեզ ու խաղաղության զոհը իմ մոտ բերեք ինք ողջագեզը մադուցանեց եւ երբ անիգա ողջագեզը մադուցանելը լմնցուց այն ադեն Սամուել եկավ ու Սավուղ ելավ զանիգա թիմավորելու եւ բարևելու Սամուելը սավ ինչը իր Սավուղը սավ դեսա թե ժողովուրդը իմ կովես գծրվի ու տուն մարգարե քու որոշած օրերուտ մեջ չեգար ու պղշտացիները հավաքված էին ասի պղշտացիները հիմա իմ վրաս կաղկաղա բիդի իջնեն ու ես դերոջը արջև աղոտք չեմրած ուստի համարցագելով ողջագեզը մադուցանեցի Սավուղը սպասեց Սամուելը չեգավ քիչ առաջին չսինք աղոտք ինչ կնե գսպասե գվստահի ոստեղ դեսա որ իր ժողովրդականությունը գործվի գոր իր ժողովուրդը իր մեկը հերանագոր ուշացավ ինչն եմ պետք է բادرազմի ելեմ բայց աղոտքս չեմրած սո ինչն եմ համարցագիմ այդ սուրբ գործը որ ինձի չէ վերաբահվածնելու ողջագեզ մադուցանել դիրոջ արջև մադուցանեմ սո ոստեղ Սամուել հանդիմանեց անշուտ Սավուղին ասավ հիմարությունը իր ու դեր Աստուծույթ քեզի բադվիրած բադվիրանքը չբահեցիր դերը ու տակավորությունդ Իսրայելի վրա մինչև Հավիդյան բիդի հաստատեր բայց հիմա ու տակավորությունդ հաստատ բիդի չլա իր սխալին համար որ Աստուծո աղոտքի վերակրեց ինչ երավ Աստուծո աղոտքի վերակրեց իբրև թե ինքը աղոտք չերած բայց ինքը ինչ էր իր վախը ժողովրդականությունը գործընծներ գոր իր վախը իր անձնական թակավորություն եւ զորությունն էր Աստուծո աղոտքին վերակրեց Աստուծո թեմ զորավոր մեղք է ասիգա իր անձնական парքը թակավորությունը իբրև թե քանի Աստուծո աղոտք չերած ադանգի գաբեց եւ ասիգա բաժար եղավ թակավորությունը գործընծելու իսկ 15-րդ գլուխին մեջ ամաղեգացիներուն դեմ բادرազմ գար եւ աստեղ նորեն Աստուծո պատկամ գար Սավուղի միջոցով ներողություն Սամուելի միջոցով Սավուղին որ թակավորը ժողովուրդը եւ բոլոր ոչխարները արչարները գենտանիները բոլորը ինչ պիտի նես պիտի ամեն մերցնես բայց ինչ երավ ակակ թակավորը ամաղեգացիներուն ակակ թակավորը ողջ բահեց իր հետը քերի բերավ եւ գենտանիներեն գարկ մգենտանիներ լավ գենտանիները հետը բերավ իրենց քաղաք եկավ հոնդեղ դերոջը խոսքը Սամուելին եղավ եւ ասավ որ ինչ է ասիգա ես Սավուղը թակավոր ընելու զղջացի որովհետեւ իմ խոսքիս նորեն անհնազանդ եղավ Սամուել գսե Սավուղին կով գնաց եւ իրեն ասավ այդ ոչխարներուն ցայնը ինչ պիտի ըլլա որ իմ ագանչիս գուկա ու արչարներուն ցայնը որ ես գլսեմ որովհետեւ ինչ ասած էր թակավորը մարգարեն ասած էր որ ես Աստուծո ասած խոսքը գադարեցի բայց մարգարեն իրեն պատասխանեց այդ ցայնը գլսեմ որ ոչխարներուն ուրուդեղեն է եւ ոնդեղ նորեն մարգարեն իրեն ասավ որ թունք ու թակավորությունդ պիտի գործընծնես եւ ասավ 22-րդ համարին մեջ 15-րդ գլուխ Սամուել ասավ միտե դերոջը արջև ողջագեզներն ու զոհերը դերոջը ցայնին հնազանդություն ընելու չափ հաջո են քիչ առաջին չսինք մեր անձերը ինչ ունենք Աստուծո արջև զոհնենք հոնդեղ ելավ ինքը ոչխարներ բերավ որ պետք է բادرազմի տաշտի մեջ մորտեր իբրև թե բերավ անոնք Աստուծո արջև զոհմադուցանելու բայց Սամուելը իրեն ասավ ողջագեզները ավելի կարևոր են քան դիրոջը ցայնին հնազանդություն ունելը քիչ առաջ եւ որ համարը գարտացինք հռոմեացիներու մեջ ասինք որ մեր անձերը որպես զոհ մադուցանենք մեր միտքերը փոխենք որպեսի Աստուծո գամքը
առնենք, այսինքն Աստուծո հանդեպ մեր հնազանդությունը շտկենք։ Իսկ անցնենք մեր սիրելի Դավիթինքով, ով Դավիթին լավ գճանչնա, Դավիթ Տակավոր, Դավիթ Մարգարե, Դավիթ Բզդիկ Բադանի, ավորը չէ Դավիթին բեսելալ, Դավիթը սաղմոսներում մեծամասնությունը կրած է, չէ, 150 հատ սաղմոս կա, գրեթե 7 հոգիներ կրած են, բայց սաղմոսներում մեծամասնությունը ով կրած է, Դավիթ կրած է, սաղմոսներում մեծամասնությունը ինչ են, օրհներկության երգեր են, աղոթներ են Աստուծո, չէ, եւ մենք մեկ հատ գեղեցիկ երգ ունենք, երգենք միասին, ինչ է այդ երգը, երբ Սուրբ Հոգին իմ մեջ սկորձե, երգեմ Դավիթի նման, բոլորս ալ գուզենք ինչ անել, Դավիթի նման երգել ինչու, գեղեցիկ է Դավիթին աղոթները երգերը Աստուծո հանդեպ, բայց գիտեք Դավիթ Տակավոր ամենեն մեջ սխալ ընող տակավորները մեկ եղած էր։ Երևակայեցեք, երգը շարունակենք ասենք, բորնգություն գնեմ Դավիթի նման, երգը շարունակենք ասենք, այդ գինը, որուն այդ բորնգությունների, անոր ամուսինը, որին պանագիս զինվորն է, գմերցնեմ թշնամի իմը նման, մեծ մեղավոր մներ Դավիթը, բայց, նայեցեք, երբ ասված Սավուղը մերժեց այբ տակավորած 13-14-ի մեջ կսե դերը իրեն համար իր սրդին համեմատ մարդ մը գպնդրե, որ իշխան գարկե իր ժողովուրդին համար։ Դա հիմա ինձի գրնաս ասել, որ նա է, երբ որ աս համարները կրվեցան, Դագավին Դավիթ տակավոր չեր եղած եւ Դագավին Դավիթ իր մեղքերը չեր կործած։ Հետը համացայն գրնամլալ։ Բայց Բողոս Արաքյալ Դավիթեն 100-ավոր դարիներ հետո, դերևս ալ 1000, չեմ գիտեր, երբ Անդիոքի եկեղեցի մեջ քարոզ գուդար, Անդիոքի եկեղեցին մեջ քարոզած ադենը կորձ արակելոց 13-22-ի մեջ հին տարկմանութենեն պիտի գարտամ գսե ասված զանիգա սավուղը, այսինքն փոխեց, Դավիթը դվավ իրենց տակավոր, որուն համար վկայություն տալով ասավ Հեսեի որդին Դավիթը կդա իմ սրդիս համեմատ մարդ, այսինքն ատկան դարի հետո Դագավին Բողոս Արաքյալ Դավիթը գտեսներ իր մեղքերով հանդերձ Աստուծո սրդին համացայն մարդ ինչու, որովհետև գսե շարունակություն համարին, որ իմ բոլոր գամքս պիտի գադարե։ Աստված չնայեցավ Դավիթին այդ մեղքերուն, սխալներուն, ինչու նայեցավ Սավուղին սխալներուն եւ ինչու Դավիթին սխալները գարձես աչքը կոծեց, ինչու սրդի գեցվածք ոչ բարերու երկու կնալ երկու տակավորներն ալ զղջացին Սավուղը սավ մեղ կործեցի դերոջը արջև ինչը սավ մեղ կործեցի դերոջը արջև Սամուել Եկուր ինձի հետ միասին Իսրայելի ձերերուն արջև երթանք որբեսի Իսրայելի ժողովուրդը ձերերը դեսնեն, որ Դագավին մարգարեն իմ հետս է, Դագավին ես եմ տակավորը, Դագավին հաստատ եմ, սավ բարերով որ գզղջամ, բայց իր սրդին գեցվածքը ասված չեր, իր սրդին գեցվածքը իր տակավորությունն էր, Դավիթ ալ սավ զղջացի, բեն տակավորած 11-րդ գլուխ, Նաթան մարգարեն եկավ Դավիթը հանդիմանելու, բայց ինչ ծևով իրեն օրինակ մտալով Եվ օրինագին մեջ մարդ մը նգարակրեց, որ պիս մեղք մը գնե, և Դավիթը սավ այդ մարդը պետք է մերցվի, և Նաթան մարգարենը սավ թուն ես տակավոր այդ մարդը, որովհետև թուն ասանք արիր, այդ ուրյային գինը արիր, որպես կեզի գին, մինչինք ամուսին ուներ, և երբ գինը հղացավ, իր ամուսինը գանչեցիր, պանագեն, որպես ի գնոջի հետ բարգի, այդպես երևնա, որ զավագը իրմե է, Բայց մարդը այդքան հավատարիմ էր, որ երկու օր գնոջի հետ չբարգեցավ։ Երկրորդ օրը թագավորը Դավիթ քինովցուց Ուրիային, որովհետեւ երթա Ուրիան իր գնոջի հետ բարգի, բայց իր քինովության մեջ անգամ հավատարիմ մնաց։ Սավ այնքան ադեմ, որ իմ եղբայրներս բادرազմի տաշտի մեջ ունեն, ես չեմ երթար իմ գնոջս հետ իմ անկից ժամանակս անցնելու, ես բادرազմի տաշ պիտի երթամ։ Այդ ադեն Դավիթ ելավ ավելի քեշ թավատրություն մռավ, ինչ հրավ նամակ գրգեց
Եվ ասա որ Ուրիան բادرազմի առաջին գարկերում մեջը դրեք, որպես երբ բادرազմը սաստկանա, ինքը մեռնի, եւ այդպես անոր մահվան պատճառ եղավ, անմիջապես Նատան մարգարեն եկավ, Աստուծո աչքերեն չփախան ասիգա, 100 չեմ գիտեր քանի հատ Սաղմոսալ գրած եղիր կարևոր չէ, շրտներուն բարերը կարևոր չեն, Աստված սիրտը գտեսնե, սիրտի մեջ կորձված բարին եւ չարը գտադե։ Բայց երբ մարգարեն եկավ եւ այդ խոսքերը հայտնեց եւ մարգարեն Դավիթին ասավ «Տուն ես այդ սխալ ընողը», Դավիթին չասավ, ասավ «Դերոջը դեմ մեղք կորձեցի»։ Բայց նայեցեք մարգարեին պատասխանը ինչ էր։ Եվ Նատան Դավիթին ասավ «Դեռնալ քու մեղքդ ներեց»։ Վաու! Ինչու? Սավուղին ինչու չներեց, ասինք քիչ առաջ ինչու, բայց Դավիթին ներեց, ինչու? Սաղմոս 51։ Սաղմոս 51-ը գխոսի այդ զղջումին մասին, որ Դավիթ ունեցավ, երբ Նատան մարգարեն եկավ եւ հանդիմանեց ինքը։ Ողորմե ինձ ով Աստված, քու ողորմությանդ համեմատ, քու արատ կտությանդ համեմատ չնչե իմ հանցանքներս, իմ անօրենութենես բոլորով ինձիս լվա ու իմ մեղքես զիս սրբե, ասի սրդին մեջի զղջումն էր Դավիթին համար, ոչ թե Սավուղի պես, իր սիրտը ամբողջովին զղջաց։ Վասնզի ես կջանչնամ իմ հանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ արջևս է, միշտ իմ արջևս է։ Քեզի միայն քեզի դեմ մեղանջեցի, Ուրիամ մերծուցի, անոր գինը հղացուցի, բայց ասպոլորով ես քեզի դեմ մեղանջեցի։ Ու քու աչքերու դարչև չարությունների, որբեսի արտարը լաս քու խոսքերուտ մեջ ու անարատը լաս դադաստանիտ մեջ։ 10-րդ համարը պիտի գարտամ, գսե ով Աստված իմ մեջս մաքուր սիրտը ստեղծե ու իմ ներսիտիս սուրբ հոգի նորոգե։ Հռոմեացիներուն նամակին գրնանք երթալ, չէ՞։ Նորոգե միտքս, նորոգե սիրտս, սխալ ըրի այո գզղջամ սխալես, գդառնամ սխալես, իմ մեջս մաքուր սիրտը ստեղծե։ Դեսնեք ինչու Դավիթ դարբերեր։ Դեսնեք ինչու երկուքին ները ինձին դարբերեր, Աստուծո դեմ մեղանջեցին դարբերեր։ Մեկը ստիպված էր իր պայմաններուն համար Տիրոջը արչև զղջալու, մույսը իր սիրտի մեջ գոդրվեցավ եւ ջանցավ, որ ինք միան Աստուծո արչև մեղք կգործե։ Մեկը իր անձնական փառքը, թակավորությունը, զորությունը տեսավ, որ պիտի գործընծնե, եթե Աստուծո արչև չզղջա։ Բայց լսեք 11-րդ համարը ինչ կսե, զիս երեսետ միցքեր ու քու սուրբ հոգիդ ինձ մի առներ։ Ամեն ինչ ար հոգս չէ գարձես։ Միայն քեզի չգործընծնեմ ով Աստված, քու երեսը չգործընծնեմ ով Աստված, քու սուրբ հոգիդ չգործընծնեմ ով Աստված։ Հատոր համար Աստված զսավ ասիգա է իմ սրտիս համացան մարդը, ասիգա է որ պիտի գադարե իմ գամքս։ Անցան դարիները Բողոս Արաքյալ եկավ, Դավիթը իր մեղքերը ըրածլալով հանդերձ բերավ Դավիթին օրինակը եւ հաստատեց եւ ասավ Դավիթն է Աստուծո սրտին համացան մարդը, անիգա է որ Աստուծո գամքը պիտի գադարե։ Հալելույա։ Անցյալ օր ժողովողի գիրքը գարտայի, գեղեցիկ է չեմ գիտեր եթե գարտացած եք, բայց գանցնարարեմ որ գարտակ, որովհետև օրը երբ երկինք ելեք եւ հրեշտակը կա ցեզի ներկայացնե, ասի մեգեմը գմեջ բերեմ չեմ իշեր անունը եւ ասե ասի ժողովողն է եւ ժողովողը քեզի արցնե նայ գիրքս գարտացեր ես, ասանք շոկ չլաս, ահա դու գիրք ունիս, այո ժողովող անունով մեգա գիրք գրած է Աստվածաշունչի մեջ։ Սո գարտացեք, գեղեցիկ է իմաստության մասին խոսի։ Եվ երբ մգա գերքենք ունայնուչյանց այսօր շատ գերքեմ որ կարոզի ադեն չեմ գիտեր։ Սո մեջը շատ ունայնություններու մասին գխոսի, ունայնությունը սել է բարաբուչուն։ Եվ գխոսի որ ցանկը եղածին պես իր ամեն ինչը բարաբ է։ Ամեն ինչ, պամ մճիցիկեր, ասալ բարաբ է, ասալ ունայնություն է, անալ ամեն ինչ կսե բարաբ է։ Գնայս իրական բարաբ է, ամեն ինչ բարաբ է, Աստուծո մեզ այդ պամ մճիգա որ բարաբ չէ։ Եվ 13-րդ գլուխ 13-րդ համարի մեջ կսե այս բոլոր խոսքին վախճանը ժողովողի քիրքին լման խոսքին վախճանը լսենք կսե եզրափակելու համար Աստուծո մե վախցիր ու անոր բադվիրանքը բահե
վասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է։ Ամեն։ Իսկական աղոթքը ասիգա է, սիրելիներ։ Աստծուց մե վախնանք եւ անոր բադվիրանքը կդարենք եւ մեր սիրտին միակ գետրոնացումը լա Աստված չգործընծնել։ Մույս բաները եղածին բես ունայնությունն։